Նա ծնվել է 1896 թվականին Էրզրումում, մեծ և բարեկեցիկ հայկական ընտանիքում։ Նրա անունն էր Սողոմոն Թեհլերյան, պարզ, խաղաղասեր մի տղամարդ, ով երբեք չէր երազում պատմության մեջ մտնելու մասին, բայց պատմությունը ինքը եկավ նրա մոտ արյան և ցավի միջով։ Այսօր ձեզ կպատմեմ նրա ողջ պատմությունը, սկզբից մինչև վերջ։ Սողոմոնը մեծացել է սիրով լցված ընտանիքում։ Հայրը Հարություն Թեհլերյանը հարուստ առևտրական էր։ Տունը միշտ լցված էր ծիծաղով, եղբայրներ, քույրեր, մայր։ Նրանք ապրում էին Էրզրումի հայկական թաղամասում և հավատում էին, որ կարող են խաղաղ ապրել իրենց հայրենիքում։ Բայց 1915 թվականի գարունը ամեն ինչ ավերեց։ 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Օսմանյան կայսրության իշխանությունները սկսեցին Հայոց ցեղասպանությունը։ Էրզրումում սկսվեցին ձերբակալություններ, սպանություններ և աքսորներ։ Սողոմոնի ընտանիքը չփրկվեց։ Թուրք զինվորներն ու հարևան քրդական ավազակախմբերը մտան նրանց տուն։ Նրա հայրը, մայրը, եղբայրներն ու քույրերը սպանվեցին նրա աչքի առաջ։ Սողոմոնը հրաշքով փրկվեց, թաքնվելով և փախչելով։ Նա տեսավ այնպիսի սարսափներ, որոնք ոչ մի մարդ չպետք է տեսնի։ Պատերազմից հետո նա թափառեց Եվրոպայում և ի վերջո հաստատվեց Բեռլինում։ 1921 թվականի սկզբին Սողոմոնը պատահաբար Բեռլինի փողոցում տեսնում է մի մարդու, ում դեմքը անմիջապես ճանաչում է։ Դա Թալիաթ Փաշան էր, Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետը, մարդը, ով հրամայել էր հայկական հարցը լուծել։ Նա տեսավ նրան, բայց այդ պահին ոչինչ չարեց։ Մի քանի շաբաթ անց նա տեսավ սարսափելի, չափազանց իրատեսական տեսիլք։ Նրա առաջ վեր բարձրացավ իր մոր դիակը։ Մայրը ցավով ու զայրույթով նայեց որդուն և ասաց. «Դու տեսար Թալիաթին և չսպանեցիր նրան։ Վրեժխնդիր չեղար քո մոր, հոր, եղբայրների և քույրերի արյան համար։ Դու իմ որդին չես այլևս»։ Այդ խոսքերը խորապես ցնցեցին Սողոմոնին։ Նա արթնացավ ցնցված, ամբողջ մարմինը դողում էր։ Այդ տեսիլքը դարձավ նրա համար վերջնական որոշման պատճառը։ Նա հասկացավ, պետք է կատարի այն, ինչ մայրը պահանջում էր իրենից։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Չարլոտենբուրգ թաղամասում Սողոմոնը կրկին տեսնում է Թալիաթ Փաշային։ Այս անգամ նա պատրաստ էր։ Սողոմոնը հանում է գրպանից ատրճանակը և կրակում Թալիաթ Փաշայի գլխին։ Սողոմոնը չի փախչում։ Նա հանգիստ կանգնում է տեղում և սպասում ոստիկանությանը։ Նա ինքն էր ուզում դատավարություն, որպեսզի ամբողջ աշխարհը լսի հայերի ցավը։ Դատավարությունը սկսվում է 1921 թվականի հունիսին։ Այն դարձավ ոչ թե պարսպանության գործ, այլ Հայոց ցեղասպանության միջազգային դատավարություն։ Վկայություններ, փաստաթղթեր, լուսանկարներ ներկայացվեցին։ Դատավորը նրան հարցրեց. «Ինչու սպանեցիք այդ մարդուն»։ Սողոմոնը պատասխանեց. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ «Ինչպես կարող ես մարդ սպանել և չլինել մարդասպան»։ Հարցրեց դատավորը։ Սողոմոնը պատասխանեց. «Որովհետև այդ մարդը սպանել է իմ մորը, իմ հորը, իմ եղբայրներին, իմ քույրերին և 1.5 միլիոն անմեղ հայերի։ Ես պարզապես կատարել եմ այն, ինչ արդարությունն էր պահանջում։ Իմ խիղճը մաքուր է, պարոն դատավոր»։ Նա նաև դատարանում պատմեց մոր տեսիլքի մասին, թե ինչպես մոր դիակը վեր բարձրացավ իր առաջ և ասաց. «Դու իմ որդին չես»։ Հունիսի 3-ին դատարանը ամբողջովին արդարացրեց Թեհլերյանին, և դահլիճի լռությունը վերածվեց մեծ ծափահարությունների ծովի։ Դատավարությունից հետո Սողոմոնը մի քանի տարի ապրում է Եվրոպայում, նաև Բելգրադում։ Հետո տեղափոխվում է ԱՄՆ։ Նա հաստատվում է Կալիֆոռնիայում, որտեղ ապրում է համեստ կյանքով, աշխատելով որպես փոստային աշխատող և ապրելով Սարո Մելիքյան անունով։ 1960 թվականի մայիսի 23-ին 64 տարեկան հասակում Սողոմոն Թեհլերյանը մահանում է Սան Ֆրանցիսկոյում ուղեղային արյունազեղումից։ Նա թաղված է Ֆրեզնոյի Արարատ հայկական գերեզմանատանը։ Նրա հուշարձանը մեծ օբելիսկ է, մոտ 6 մետր բարձրությամբ, վերևում ոսկեզօծ արծիվ, որը սպանում է օձին։ Այն խորհրդանշում է հայ ժողովրդի արդարության ձեռքը
որը հասնում է Թալիաթին։ Հուշարձանը կառուցվել է հայ ժողովրդի կողմից՝ ի հիշատակ Սողոմոն Թեհլերյանի, ազգային հերոսի, ով 1921 թվականի մարտի 15-ին արդարություն իրագործեց հայ ցեղասպանության գլխավոր հերոսներից մեկի՝ Թալիաթ Փաշայի նկատմամբ։ Այսպիսով, մի պարզ հայ տղամարդ, ով կորցրել էր ամեն ինչ, դարձավ ամբողջ հայ ժողովրդի արդարության ձայնը։ Նա չէր ուզում փառք, չէր ուզում մեծություն, նա ուզում էր միայն մեկ բան, որ իր մոր, իր եղբայրների, իր ժողովրդի արյունը չմոռացվի։ Մինչ օրս էլ, երբ հայերը գնում են Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատուն, կանգնում են այդ մեծ հուշարձանի դիմաց և խոնարհվում, շատերը լուռ ասում են. «Շնորհակալություն Սողոմոն, դու կատարեցիր այն, ինչ մենք չկարողացանք»։ Նրա պատմությունը մեզ սովորեցնում է. երբեք չի կարելի մոռանալ, երբեք չի կարելի լռել և երբեք չի կարելի հանձնվել արդարության պայքարում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, գրեք մեկնաբանություններում, ինչ կանեիք դուք Սողոմոնի փոխարեն։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, որ միասին հիշենք մեր հերոսներին և չմոռանանք մեր պատմությունը։ Մինչ հաջորդ պատմությունը, խաղաղություն ձեր սրտերին։